Բելարուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելեց Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ։ Նախագահ Լուկաշենկոն շրջեց կոմբինատի թանգարանում, ծանոթացավ 130-ամյա կենսագրություն ունեցող հին ու բարի ավանդույթներով, սակայն նորացված դեմքով ներկայացող գործարանի պատմությանն ու Շուստովյան կոնյակագործության առեղծվածին։ Թանգարանում ներկայացված է հայ գինեգործության ողջ ճանապարհը 1877 թվականից մինչ օրս։ Հայկական կոնյակի փառապանծ անունը տարածված է ողջ աշխարհում նաև ի շնորհիվ այս կոմբինատի։ Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև կոնյակով լի անվանական տակառի զմռսման արարողություն։ Տակառն ամբողջական դարձնող վերջին մի քանի լիտր կոնյակը սափորներից լցնելու պատասխանատու աշխատանքը վերապահվեց նախագահ Լուկաշենկոյի որդուն Նիկոլայ Լուկաշենկոյին։ Հաջորդիվ հյուրերը շրջեցին կոմբինատի մառաններում, որտեղ ստեղծված են կոնյակի ու գինու պահպանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Նախագահ Լուկաշենկոն հետաքրքրությամբ ծանոթանում էր կոմբինատի պատմությանը, սպիրտների պահպանման կանոններին, ուշադրությամբ ուսումնասիրում շուրջ 1 դարյա կենսագրություն ունեցող մառանները։ Արդեն համտեսի սրահում բելարուսական պատվիրակության անդամները նախագահ Լուկաշենկոյի գլխավորությամբ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի արտադրանք հանդիսացող արևահամ կոնյակն ու գինիների տեսականին համտեսելու հնարավորություն ունեին։ Ծավալված անկեղծ ու անկաշկանդ զրույցի շրջանակներում Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Գագիկ Ծառուկյանն անդրադարձան հետագայում եւս հայ-բելարուսական տնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին։